Բարի երեկո արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Թոֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Արձանագրվել է առաջին խախտումը, հրադադարի պայմանավորվածության 24 ժամը չլրացած, Թեհրանն ահազանգ է հնչեցրել։ ԱՄՆ-Իրան 38-օրյա դիմակայությունից հետո կողմերը նստում են բանակցային սեղանին, ով հաղթեց ԱՄՆ-Իրան պատերազմում եւ ինչու որոշեցին բանակցել։ Խաղաղությունից զինում ռուսական հետախուզությունը զգուշացրել է, Բրյուսելը գաղտնի քննարկում է սեփական միջուկային ծրագրերը։ Անչափահասները շանտաժի սպառնալիքով մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, ինչ է հայտնել քննչական կոմիտեն։ Գոռոցներ, փոխադարձ մեղադրանքներ, ինչ է կատարվում ավտոբուսներում։ Հեռախոսով զրուցել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի շտաբի պետ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։ Իրանի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Իրանում և Լիբանանում։ Իսրայելը հարվածել է Լիբանանի մի քանի շրջանների։ Իսրայելի բանակի պնդմամբ հարձակումն ուղղված է եղել Հեզբոլլահ կազմակերպության ավելի քան 100 հրամանատարական կենտրոնների և ռազմական օբյեկտների դեմ։ Կան զոհեր։ Թասնիմը հղում անելով անանուն աղբյուրին գրել է, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի դեմ հարձակումները, Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնությունից։ Թրամփն էլ հայտարարել է, որ Լիբանանը չեն ներառել հրադադարի համաձայնագրում Հեզբոլլահի պատճառով, և Իրանը գիտի դա։ Տեղական լրատվամիջոցներն էլ գրել են, որ Իրանը դադարեցրել է նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։ Թեհրանը նման քայլի է դիմել, քանի որ Իսրայելը խախտել է ժամանակավոր հրադադարն ու հարվածել Լիբանանին։ Լիբանանի առողջապահության նախարարության նոր տվյալով Բեյրութում մահացածների թիվը հասել է 100-ի, վիրավորներինը 700-ի։ Հայտարարություն է տարածել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Նա արձանագրել է, հակամարտության գոտու մի քանի վայրերում գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ Նա կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունը կսկսի ուրբաթ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիգզադը։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը պատրաստվում են երկարաժամկետ 15 կետանոց համաձայնագիր, որի շուրջ մասամբ համաձայնություն են ձեռք բերել։ Ըստ Թրամփի այժմ գոյություն ունի ամուր հիմք երկարաժամկետ համաձայնագրի համար։ Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է և կշարունակի բանակցել Իրանի հետ մաքսատուրքերը և պատժամիջոցները վերացնելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ապրիլի 8-ից սկսած Իրանի զենք մատակարարող երկրների նկատմամբ կկիրառեն 50% մաքսատուրք։ ԱՄՆ նախագահ Ջեյդի Վենսն էլ հայտարարել է, որ Իրանի հետ կնքված հրադադարը փխրուն է։ Բուդապեշտում Վենսն ասել է, որ կան մարդիկ, որոնք ակնհայտ ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել Վաշինգտոնի հետ լավ համաձայնագրի հասնելու համար, և կան մարդիկ, որոնք ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որին արդեն հասել են։ Անպարտելիության առասպելն է կոտրվում, թե պարզապես փոխվում է ուժերի հավասարակշռությունը։ ԱՄՆ-Իրան 38-օրյա դիմակայությունից հետո կողմերից յուրաքանչյուրը փորձում է իրեն ներկայացնել հաղթող, բայց իրական պատկերը շատ ավելի բարդ է։ Վաշինգտոնը չի հասել իր առանցքային նպատակներին, իսկ Թեհրանը կարողացել է ոչ միայն դիմադրել, այլև իր պայմանները բերել բանակցային սեղան։ Փխրուն թե կայուն հրադադարի սկիզբ, ով հաղթեց ԱՄՆ-Իրան պատերազմում, ռեպորտաժում։
Ամենամեծ նվաստացումն է ապրել Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում։ Գնահատականը Միացյալ Նահանգների կոնգրեսի նախկին անդամ եւ Միացյալ Նահանգների բանակի պաշտոնաթող գնդապետ Ադամ Քինզինգերինն է։ Աստված իմ, եթե մենք Հորմուզի նեղուցի վերահսկողությունը փոխանցենք Իրանին եւ համաձայնենք վնասի փոխհատուցմանը, դա կդառնա Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ նվաստացումը։ Նախագահ Թրամփը ապրիլի 8-ի լույս առավոտյան սոցիալական ցանցում հայտարարեց, որ կասեցնում է Իրանի ռմբակոծությունը 2 շաբաթով, մեկ պայմանով, որ բացվի Հորմուզի նեղուցն ամբողջական, անհապաղ ու անվտանգ։ Ի պատասխան Իրանի արտգործնախարարը հաստատեց, որ Իրանը կդադարեցնի պաշտպանական գործողությունները, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի հարձակումները, եւ որ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու է իրանական զինուժի հետ համակարգման ճանապարհով։ Վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը նշում է, որ երկու կողմն էլ կարող են հաղթանակի մասին հայտարարել, սակայն դա դեռ չի նշանակում, որ հստակ պայմանավորվածություն ձեռք է բերվել։ Իրանը հաղթել այն տեսանկյունից, որ ինքը չի ընդունել Ամերիկայի պահանջները, չի կատարել իրենց, դիմադրել է եւ փաստացի ստիպել է Ամերիկային ընդունել իր բանակցային օրակարգը։ Միացյալ Նահանգները կարող են հայտարարել, որ իրենք են հաղթել, որովհետեւ Իրանը ընդունեց զինադատարը։ Սկզբանե Իրանը դեմ էր որոշակի տարբեր ձևաչափների զինադատարներին եւ պատրաստ էր քննարկել միայն խաղաղության երկարատև պայմանագիր։ Մելքոնյանը հստակեցնում է, որ Միացյալ Նահանգները փաստացի չի հասել իր հիմնական նպատակներին։ Ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, Իրանի միջուկային ներուժը չի ոչնչացվել, իսկ Թրամփի հայտարարությունները, թե ռեժիմն արդեն փոխվել է, իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, հոգևոր նոր առաջնորդին կրկին Խամենեի են անվանում, իսկ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Իրանի 10 կետից բաղկացած ծրագիրը։ Վերլուծաբանը նաև վստահ է, որ Վաշինգտոնը չէր սպասում Թեհրանի կողմից այսպիսի դիմադրության։ Տեսնում ենք ինչպես Միացյալ Նահանգները ուղեկցին դեպի մերձավոր նոր ուժեր պատերազմի մի քանի շաբաթ հետո։ Սա մեկ նշանակում է, որ իրենք չէին պատրաստվում, որ այս քանակի ուժ պիտի կիրառեն, որ դրա կարիք ընդհանրապես կլինի։ Երկրորդը մենք տեսնում ենք ինչպես Միացյալ Նահանգները ընդունեցին նոր բյուջե հակահրթիռային համակարգերի սպասարկման համար։ Իրանցի քաղաքական մեկնաբան Փույա Հոսեյնին ընդգծում է միայն մեկ փաստ. Իրանը 38 օր շարունակ դիմադրեց իրենից տասնյակ անգամ ավելի ուժեղ ուժերի դեմ եւ կարողացավ թելադրել իր պայմանները։ Երկու կողմը վնաս են կերել, այդպես չի, որ միայն Իրանը վնաս կերել, ամբողջ մերձավոր արևելքում Միացյալ Նահանգների ռազմաբազաները կամ լուրջ վնասներ են կերել, կամ որոշ ռազմաբազաներ ոչնչացված են, ռադարները թանկանոց միլիարդներ դոլարանոց ռադարները, զինտեխնիկաները ամբողջը վնասված են եւ վնասված է ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների վարկանիշը։ Հուսեյնին ընդգծում է, որ Միացյալ Նահանգներն ի վերջո ստիպված եղավ ընդունել Իրանի առաջ քաշած 10 կետերը որպես բանակցությունների հիմք, քանի որ այլ ռազմավարությունն ավելի կործանարար կլիներ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Միացյալ Նահանգները վերջին օրերս Թրամփը սպառնում էր Իրանին, որ Իրանի ենթակառույցները ոչնչացնի, սա ցույց է տալիս, որ արդեն սպառնել են իրենց ռազմական թիրախները, այդեն չեն կարող Իրան գիտեն, որ չեն կարող ռազմական լուրջ վնասներ տան եւ Իրանը շարունակում է հակահարվածներ Միացյալ Նահանգների ռազմաբազաների։ Բանակցային սեղանի շուրջ կան բազմաթիվ հանգուցային կետեր, որոնք հեշտությամբ չեն լուծվի։ Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը, Իրանի ուրանի հարստացման իրավունքի ճանաչումը, Լիբանանի եւ Իրաքի հարցերի ներառումը, ինչպես նաեւ Իսրայելի գործոնը։ Վերջինս բանակցային գործընթացի մաս չէ, բայց շարունակում է հարվածել Լիբանանի ուղղությամբ, ըստ էության խախտելով հրադադարի պայմանավորվածությունը։ Խաղաղության գաղափարախոսությամբ ձևավորված Եվրոպան կանգնած է բարդ ընտրության առաջ, պահպանել իր սկզբունքները, թե մտնել նոր սպառազինության մրցավազքի մեջ։ Ռուսական հետախուզության հայտարարությունը Եվրամիության հնարավոր միջուկային ծրագրերի մասին լուրջ հարցեր է առաջացնում։ Փլուզվում է համաշխարհային անվտանգության համակարգը, թե պարզապես փոխվում է դրա տրամաբանությունը։ Համաշխարհային անվտանգության ճարտարապետությունն է փլուզվում, թե երբեմնի խաղաղության ջատագով եվրոպական երկրներն այլևս չեն ենթարկվում իրենց իսկ ստեղծած դոկտրինին։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զգուշացնում է, Եվրամիությունը սկսել է գաղտնի ուսումնասիրել սեփական միջուկային զենքի ստեղծման հնարավորությունները։ Այսօր ամենաագրեսիվ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը հենց Եվրոպան է, հավաքական Եվրոպան։
որը որոշել է, որ կան վտանգներ, որոնք գալիս են հյուսիսից եւ այդ վտանգները պետք է ինչ-որ մի ձև չեզոքացնի։ Եվրոպայի մի շարք երկրներ արդեն ունեն տեխնիկական ու արդյունաբերական ներուժ միջուկային ծրագրերի իրականացման համար։ Այո, Եվրոպան ունի թե հնարավորությունները, մասնավորապես Գերմանիան ունի հնարավորությունները, Ֆրանսիան միջուկային զենքի, միջուկային զենք ունի։ Գերմանիան կարող է շատ արագ հասնել միջուկային զենքի տիրապետմանը, Իտալիան, ասեմ ձեզ անգամ Շվեդիան, որովհետև հիմնական բաղադրիչները ունեն իրենք։ Դա անմիջապես նյութերն են, որից պատրաստվում է միջուկային զենքը եւ տեխնոլոգիաները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է. դժվար է միարժեք ասել, սա պարզապես տեղեկատվական պատերազմի տար է, թե իրապես հետախուզություն ունի նման ինֆորմացիա։ Սակայն Եվրամիությունում միակ միջուկային տերությունը Ֆրանսիան է, իսկ Մակրոնի շուրթերից վերջին շրջանում հետաքրքիր ազդակներ են հնչում։ Ֆրանսիան ինքը բավականին հակված է պահպանել իր այդ կարգավիճակը, պարզապես այն վերածելով նաև Եվրամիությունում իր դերակատարության կապիտալի։ Եվ վերջին շրջանում նաև Ֆրանսիայի նախագահը մի քանի հայտարարություններ արել այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է իր միջուկային հովանոցը տրամադրել Եվրամիությանը։ Ռուսական կողմը պնդում է, որ Բրյուսելը վտանգավոր ուղի է ընտրել, որը կարող է խաթարել համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը։ Իսկ վերլուծաբանները նշում են, որ միջուկային զենքն արդեն վաղուց զսպող մեխանիզմ չէ։ Փոխվել են խաղի կանոնները։ Շատերը գալիս են այն մտքին, որ միջուկային սպառազինությունը օգնում է տվյալ սուբյեկտին լինել առավել նշանակալի դերակատար եւ առավել վստահ օգտագործել ուժային բաղադրիչ իր քաղաքականության մեջ։ Ռուսաստանը եւս մեկ նախազգուշացում ունի։ Եվրամիությունը արժավ է սկսել արևելքի դեմ։ Հատկանշական է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության հաղորդակցության հետևյալ մասը։ Ըստ երևույթին, Ուրսուլա ֆոն դեր Լեյնը եւ նրա հանցակիցները ուկրաինական հակամարտության հրահրողների դերը համարում են չափազանց համեստ։ Նրանք երազում են երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած նացիստական Գերմանիայի առաջնորդների չարագույժ փառքի մասին։ Արման Աբովյանը նշում է, այն, ինչի մեջ նրանք մեղադրում են այլ պետությունների, իրենք անում են մեծ հաճույքով։ Եթե Եվրոպան ստանա միջուկային զենք, դա լուրջ լարվածության կետ կձևավորի Եվրասիական մայրցամաքում։ Սակայն մեկ այլ, ավելի կարևոր մտավախություն կա։ Այս մրցավազքին արդեն միացել է Թուրքիան։ Արդեն իսկ միացել է Թուրքիան, որը այո նույնպես ունի տեխնոլոգիաներ, ունի հնարավորություններ, կրիչներ, բալիստիկ հրթիռների մասին է խոսքը։ Եվ այլն։ Միանալու են Պարսից ծոցի թագավորությունները, Սաուդյան Արաբիան, եթե իհարկե մնա այն տեսքով, որով իրենք գիտենք, այսինքն այստեղ մենք տեսնում ենք երկարաժամկետ առումով էսկալացիայի աճ ամբողջ աշխարհի մակարդակով։ Այսպիսով, այն ինչ համարվում էր զսպող գործիք, արդեն կարող է խաթարել համաշխարհային անվտանգությունը։ Եվրամիության կողմից պաշտոնական արձագանք այս հարցին առայժմ չկա, իսկ Ռուսաստանն ասում է, սկզբնական փուլում ֆոն դեր Լեյենը եւ նրա ընկերակիցները համաձայնել են ապահովել նման նախապատրաստությունների վերաբերյալ առավելագույն գաղտնիություն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մարիա Զախարովան նախ անզուբ ծիծաղել, ապա հեգնանքով է արձագանքել լրագրողի Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին։ Հիշեցնեմ, որ Սիմոնյանը օրեր առաջ ասել էր, որ եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը, Հայաստանն էլ թե հապկից, թե ատոմից դուրս գալու որոշում կկայացնի։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործչի իր արամերժ հայտարարությունները։ Քրեական վարույթի շրջանակում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալել են մի քանի անձանց, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձի եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննության շահերից ելնելով այլ ինֆորմացիա տրամադրել չեն կարող, սակայն լրատվամիջոցները գրել են, որ նրանցից մեկն Արման Սահակյանն է, ազգային ժողովի նախկին նախագահ Գալուս Սահակյանի որդին։ ABC Media-ի տեղեկություններով ձերբակալվածների թվում է նաև սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
Քննչական կոմիտեն հայտարարել է, անչափահասները շանտաժի սպառնալիքով մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել։ Քննչական կոմիտեն ավարտել է գործի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերել այն մասին, որ անչափահասները 2025-ի մարտից հունիսն ընկած ժամանակահատվածում անչափահաս տուժողից շանտաժով սեռական բնույթի գործողությունների մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով պահանջել են ընդհանուր 60,000 դրամ։ Նրանց նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել են վարչական հսկողությունը, դաստիարակչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։ Մայրաքաղաքում շարժվել նորեցօր դառնում է ավելի բարդ, րոպեները վերածվում են ժամերի, իսկ ճանապարհը փորձության։ Խցանումներն արդեն ոչ թե բացառություն են, այլ ամենօրյա նյարդայնացնող իրականություն, թե վարորդների, թե ուղևորների համար։ Երևանը կարծես փակվում է սեփական մեքենաների մեջ, իսկ լուծումները դեռ չեն հասնում քաղաքացիներին։ Խնդրին անդրադարձել է Անիա Բաղյանը։ Մայրաքաղաքում րոպեները, ժամերը կորչում են մեքենայում խցանման մեջ խրված։ Տեղաշարժը դարձել է ամենօրյա փորձություն թե մեքենա ունեցողների, թե չունեցողների համար։ Այ, չենք ուզում, որ մեր մեքենա ունենք, մեր մեքենայով գնանք, որովհետև ահավոր է, ժամերով պետքա խցանման մեջ մնանք։ Կանգառում հանդիպեցինք այս քաղաքացուն, որը նոր էր իջել հասարակական տրանսպորտից։ Շատ ահավոր է քաղաքը։ Քանի այսքան շենքեր են կառուցում, բարձր որ պետքա խցանումներ լինի, քանի որ ամեն մի ընտանիք արդեն դաժե ոչ մի հատ, այլ մի երկու մեքենա ունեն։ Դա բնական է, բոլոր աշխարհի բոլոր քաղաքներում մենակ Երևանը չի։ Փողոցները քիչ են, մեքենաները շատ են, կարգապահությունը ցածր է, վարելու կուլտուրան ցածր է։ Վարորդներից մեկը հումորով մոտեցավ, ինչպես է գնահատում քաղաքի խցանումները հարցին։ Սուլոցներ, ազդանշաններ, որոշ դեպքերում անգամ վեճեր են լինում վարորդների միջև։ Բարկանում են առավոտյան աշխատանքից ուշանալու, երեկոյան ուշ տուն հասնելու համար։ Շատ ահավոր է խցանումները, կատաստրոֆիկ, փողոցների մասին էլ չասեմ։ Խայտարակություն աղջիկ ջան, խայտարակություն։ Հնարավոր չի ընդհանրապես երթևեկել։ Ընդհանրապես, սաղ տեղերը քանդում են, որոշում են մի բանը միանգամից քանդում են։ Ինչու են խցանումներն անկառավարելի թվում։ Օրվա գրեթե ցանկացած ժամի, գրեթե ցանկացած փողոցում նույն պատկերն է։ Վարորդներն առաջին հերթին նշում են մեքենաների մեծ քանակը, հետո ճանապարհների վիճակը։ Խորփոսեր, վերանորոգումներ, ասֆալտապատում, ամեն ինչ նոր խցանումների պատճառ է դառնում։ Վարորդները հաճախ պարզապես չգիտեն ինչպես շրջանցել։ Պետք է անենց անել, որ մարդկանց ձեռնտու չլինի գործի գնալ սեփական մեքենայով։ Միակ ձևն է լուծելու, որը արվում է ամբողջ աշխարհում, ոչ մի նոր բան հնարել պետք չի։ Կամ պետք է ուղղակի ճիշտ կառավարել, ընդգծում է մեկ այլ վարորդ։ Այս իրականության մեջ ապրող ու խցանումները չնկատող վարորդ էլ հանդիպեց մեզ։ Չէ, այդքան էլ չէ։ Դեռ չեմ հանդիպել հələ։ Չնայած որ ես նայում եմ, երևում է խցանումներ, բայց ինչի համար է չգիտեմ։ Ինչու են խցանումները մաշում քաղաքացիների նյարդերը, ժամերն ու մեքենաները։ Քաղաքապետի խոսքով երթևեկության մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։ Եթե ամեն տարի մեզ մոտ ավտոմեքենաների քանակը ավելանում է, մենք ոչ մի բան չփոխենք, էլ ավելի վատ է լինելու։ Այսինքն եթե 12000, տարեկան 12000 մարդատար ավտոմեքենա է ավելանում մեր շարժման մեջ միայն Երևանում գրանցված, ել չեմ ասում մարզերում գրանցվող ավտոմեքենաները, որոնք նույնպես դառնում են նոր մասնակիցներ մեր երթևեկության։ Մենք ձեր կարծիքով ինչ որ մի պահ չի գալու, որ sense ավտոմեքենայով մեր բակից դուրս գանք ու կանգնենք առհասարակ, եթե մասնավորապես փոքր կենտրոնի մասին է խոսքը։ Հենց դա էլ տեղի է ունենալու։ Այո։ Ավինյանի խոսքով կարգավորումներ են մշակում, որոնք քաղաքացիների համար ցանկալի չեն, բայց օգտակար են։ Բայց քաղաքացիները ոչ զգում, ոչ էլ տեսնում են որոշումների օգտակարությունը։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Մեկ այլ խնդիրը ավտոբուսներն են։ Վերջին օրերին Երևանի ավտոբուսներով ուղևորությունը վերածվել է լարված բախումների, գոռոցներ, վիճաբանություններ ու փոխադարձ մեղադրանքներ, վարորդների եւ ուղևորների միջև։ Ուղևարցը վճարելու համար տեսուչները կանգնեցնում են ավտոբուսները, ստեղծում խառնաշփոթ, խաթարում մարդկանց առօրյան, դառնում ուշացումների, նյարդային վիճակի պատճառ։ Ինչու է քաղաքային տրանսպորտը, որը պետք է հեշտացներ տեղաշարժը, այսօր դարձել նոր խնդիրների աղբյուր, Սեդա Կիրողյանի ռեպորտաժում։ Ոչ չենք վճարելու եւ նստելու ենք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Սրտաս տարս է քարտը։ Արի մուտի ապտիրա։ Արի մեկը ցույց է կապել քարտել են տալի։ Երևանի ավտոբուսներում քաղաքապետի գործակարգավարականից հետո արդեն 3 օր նման վիճակ է։ Քաղաքապետարանը ուղևորներից չի կարողանում հավաքագրել ամսվա համար նախատեսված ուղևորավճարի չափը։ Երևանի ավտոբուս Փակbaşնետիրական ընկերության տնօրենն էլ քաղաքապետի հորդորով նիստին լուծման տարբերակ առաջարկեց։ Սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Այս հրահանգը վարորդ ուղևոր լարումների պատճառ է դարձել։ Վարորդների պահանջը վճարեք, թե չէ դուռը չեն բացի, ավտոբուսով երթևեկողների զայրույթն է առաջ բերել։ Վարորդը ամեն կանգար կանգնում է ու առաջ չի գնում, մինչև ուղևորձը չստանան։ Ես տոմսը չեմ ստացել, թեև հաստացի վճարել եմ։ Ձայնային ազդանշանով ցույց է տալիս վճարումը չի ստացվել, բայց քարտիցս գումարը քաշում է։ Ճիշտ է, երեկ իմ քարտը մերժեց սարքը, բայց քիչ հետո բանկից նամակ ստացա, որ վճարված է։ Ես էլ 2 կանգար գնալու համար հավելվածով վճարել եմ 450 դրամ։ 3 անգամ սարքին եմ մոտեցրել քարտը։ Այս խառնաշփոթի հիմքում ուղևորավճարը 150 դրամ դարձնելն էր, կարծում է ավականու ընդդիմադիր Մայ Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ Թանկացումից հետո առաջացած հանրային ընդվզումը վարորդների միջոցով կանխելը երկար չի տևելու։ Բացի այդ, ուղևորներից գումարի գանձումը պայմանագրով վարորդի պարտականության մեջ չի մտնում, ասում է Սուքիասյանը։ Եթե քո դրած թանկացումները լեգիտիմության խնդիր ունեն։ Չունես հանրային համերաշխություն, որ մարդիկ վճարեն, դու ուղղակիորեն չես կարող 800 հոգու այդ բոլոր շարժակազմերի մեջ կցել, որ գնան ավտոբուսների մեջ, երթուղայինների մեջ հսկողություն իրականացնեն առավոտից երեկո։ Իսկ ինչ վերաբերում է կանգառներում նման հորդորներով հանդես գալուն, ես չեմ կարծում, թե այն մարդը վճարունակ չէ, տեսուչների հորդորներից դառնալու է վճարունակ։ Այդուհանդերձ Երևանի ավտոբուս Փակbaşնետիրական ընկերության տնօրենը պնդում է, նման կետ պայմանագրում ամրագրված է։ Բոլոր վարորդների պայմանագրերի մեջ հստակ 3-2-ի կետ 8 նշված է վարորդների պարտականություններ բաժնում իրանց կատարվելիքը, այն է վարորդը պարտավոր է զգուշացնել, որպեսզի ուղևորները վճարեն ուղևորձը։ Իսկ հորդորը դռները փակելով եւ ուղևորներին դուրս չթողնելով է իրականացվում, ինչի պատճառով մարդիկ ուշանում են դասից, աշխատանքից։ Կիրակոսյանը սակայն սա կոշտ մեթոդ չի համարում։ Քաղաքակիրթ աշխարհը այս մեթոդով է առաջնորդվում, այսինքն հսկողություն չիրականացվի, հսկիչներ չլինեն, չեմ կարծում, որ կոշտ մեթոդ է։ Այն, որ նման պայմաններում ավտոբուսները գերբեռնված են լինում եւ գնի բարձրացումից հետո էլ իրավիճակը դրականորեն չի փոխվել, Երևանի ավտոբուսի տնօրենը պնդում է, պատճառները տարբեր են։ Գերբեռնված լինելը, գերբեռնված ունեն իրենց տարբեր պատճառները, այդ թվում խցանումները, որոնց արդյունքում կանգառներում կուտակումներ են լինում եւ ավտոբուսը ուշանում է։ Տրանսպորտի վարչությունը քաղաքապետարանի աշխատում այդ ուղղությամբ։ Ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանն էլ այս ֆոնին հիշեցնում է Ավինյանի պնդումը. տրանսպորտի գինն ավելի կբարձրանա, հաջորդ տարեվերջին դառնալով 160 դրամ։ Իրենք նաև այդ իրենց արգումենտների մեջ շատերը հավանաբար են թողել, նշել էին, որ ամեն տարի 10 դրամով պետք է թանկանա, որտեղ ըստ իրենց 150-ն է բավական, չի որ ծախսերը փակ։ Հիմա հաշվի առնելով, որ այս տարի նախընտրական տարի է, ենթադրում եմ դրանից ելնելով անգամ այդ 10 դրամի թանկացումը այս տարի չբերեցին, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, հղում անելով Տիգրան Ավինյանին։ Իրենք տարեվերջին հաջորդ տարվա համար բերելու են տրանսպորտի թանկացում, թող դա բոլորը իմանան։ Եվ այն բոյկոտի տենդենսները, որ կա հիմա, էլ ավելի է խորանալու։ Այդուհանդերձ ուղևորների մի մասն էլ պարտաճանաչ իրականացնում է վճարումները եւ տուժում ընդվզողների պատճառով։ Ավտոբուսից նորիչած ուղևորներից մեկը բարկացել էր։ Բա պետք է պահանջեն, ճիշտ է, որ նստում է, օգտվում է ու չի վճարում։
Դա ճիշտ է, եթե չի վճարում, թող ոտքով գնա։ Մյուս ուղևորները կարծում են պայմանները նույնն են եւ ավտոբուսի գնի թանկացումը դրական փոփոխություն չի բերել։ Վճարելուց են խոսում, բայց չեն ասում, ինչու պետք է ուշանանք կամ իրար գրկած սրտխառնոցով իջնենք։ Շնչել չի լինում, վատանում ես, զզվելի է իրոք։ Վերջին մի քանի օրը ակտիվացել են նաեւ տեսուչները։ Նման պայմաններում անգամ նրանք մտնում են ավտոբուսներ եւ պարտադրում վճարել։ Հակառակ դեպքում տուգանք սահմանում։ Եվ սովորաբար տուգանքի տակ անվճարունակ մարդիկ են ընկնում, ովքեր ի վիճակի չեն անգամ 50 դրամ ավելի վճարել։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը բարի գիշեր։